Իմ ձեռքին ավետարան է։ Հայ քրիստոնյաներ ենք մենք։ Ոչ մեկի չտվա, թե մենք նոր ավետարան ենք բերել։ Այս այն ավետարանն է, որ մեր մայր եկեղեցին, Սուրբ Էջմիածինում տպվում է։ Ինչ որ խոսենք, այստեղից պիտի խոսենք։ Ինչ որ լսեցիք, բոլորը այստեղից էր։ Մեր հայրերից, մեր պապերից ոչինչ ձեզ համար չենք բերել։ Ինչ որ բերել ենք, Աստծուց ենք բերել։ Բայց եթե դու քեզ կոչում ես հայ քրիստոնյա, նրա խոսքը քո սրտին ընդունիր, նրա խոսքը քո ականջի համար լսելի արա։ Հիշեք, դարերի ընթացքում մեր պապերը այս ավետարանի համար մեռել են։ Այս ավետարանի համար մեր պապերը արյուն են թափել։ Որ մենք քրիստոնյա ենք մնացել, դա մեր պապերի Քրիստոսին պահելու ու դավանելու շնորհքն է, սիրելիներ։ Որ մենք ունենք մեր տառերով գրված ավետարան, դա մեր նախահայր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ է, որ այնքան խոնարհ ծառա է եղել Աստծո համար, որ Աստված նրա բերանով մեզ տվել է հայրեն տառերը։ Մենք պարծենում ենք մեր նախահայր Նարեկացիով եւ նրա համար Աստծուն փառք ենք տալիս։ Մենք պարծենում ենք մեր նախահայր Շիրակացիով եւ նրա համար Աստծուն փառք ենք տալիս։ Խորենացիով ենք պարծենում եւ նրա համար Աստծուն փառք ենք տալիս։ Նրանք պահեցին այդ անխարդախ հավատքը, պահեցին այս անխարդախ ավետարանը եւ այսօր դու ես նրա թոռը, դու ես նրա ժառանգը, դու ես նրա հետնորդը, նա այս ավետարանը պահեց, որ բերի ու քեզ հասցնի, որ դու լսես։ Որովհետև եթե այս ավետարանը իր մեջ կյանք չունենար, կարիք չկար, որ մարդը մեռներ։ Կարիք չկար, որ մեր պապերը նահատակվեին։ Դա ազգայնամոլություն չէ քրիստոնեությունը։ Ազգային հպարտություն չէ քրիստոնեությունը։ Հապա ազգի կյանքն է Քրիստոսը։ Եվ այդ Քրիստոսը, որի մասին դուք լսում եք, գիտեք, թե որտեղից է եկել այս աշխարհ։ Գիտեք մինչև աշխարհ գալը նա որտեղ էր ապրում։ Գիտեք մինչև աշխարհ գալը որտեղ էր նրա բնակության վայրը։ Գիտեք մինչև աշխարհ գալը նա ինչով էր զբաղվում։ Մենք հաճախ մտածում ենք, որ Մարիամով սկսվեց Հիսուսի կյանքը։ Ոչ։ Այն օրը, երբ Մարիամի մոր որովայնի մեջ ձևակերպվում էր Մարիամը, Հիսուսը այդ Մարիամին կյանք էր տալիս։ Հիսուսը օրհնեց, որ ծնվի Մարիամը։ Եվ այսօր ուզում եմ այս մի քանի թվածս հարցերին այս Սուրբ Ավետարանի խոսքի համաձայն պատասխանել ձեզ համար։ Դուք տեսնում եք մեր վերևում երկինք, կապուտակ երկինք։ Մենք եկել ենք Սուրբ Չարենցամանից, իսկ ձեր մոտ Արտաշատում արդեն գարուն է, շատ անուշ է եղանակը։ Եվ այս անուշ Արարատյան դաշտի մի անկյունը ձեզ պարգևել է նա, որի ստեղծած երկնքի տակ եք դուք ապրում, բայց նա մինչև իր աշխարհ գալը այս ստեղծած երկնքի տակ չէր։ Այս երկնքից հետո կա մի երկինք էլ ու դրանից հետո կա մի երկինք էլ, բայց մինչև աշխարհ գալը նա այսպես էր ասում. երկինքը եւ երկնից երկինքը ինձ իրենց մեջ չեն կարողանում պարունակել։ Լսում եք։ Երկինքը եւ երկնից երկինքը նրան չէին կարողանում իրենց մեջ պարունակել, բայց նա այնքան փոքրացավ, այնքան ցածրացավ, որ այդ իրենց պարունակող երկնքից իջավ եւս մի երկինք, դրանից հետո եւս մի երկինք, եւ եկավ այս երկիր, եւ Մարիամի որովայնի մեջ Սուրբ Հոգու ձեռով մարմին առավ։ Այսպիսի ծնունդ դու լսել ես։ Մեր պապերը մի լեգենդ ունեն Վահագնի մասին,
ասում են երկնեց երկինք եւ երկիր, եկնեց եւ ծովը ծիրանի, եւ եղեգնիկը կարմիր, երկնեց ծովում ծիրանի։ Սա պատկերում է իբր ինչպիսի հրեղեն փոցից ծնվեց Վահագնը, բայց դա լեգենդ է։ Դա մարդու մտքից հնարված բան է, բայց Հիսուսի ծնունդը իհարկե ոչ երկինքը երկնեց, ոչ էլ երկիրը շիկնեց եւ ոչ էլ հուր ելավ, բայց մի պատգամ եկավ վերից եւ հրեշտակներից, այսօր համայն աշխարհի մարդկության համար փրկիչ ծնվեց։ Սրանից մոտավոր 2000 տարի առաջ հեռավոր պաղեց դինում, Հրեաստանի Երուսաղեմ քաղաքից հեռու քիչ գտնվող Բեթլեհեմում ծնվեց մեկը, որը մարմին չէր առել կին եւ տղամարդ հարաբերությունից, որը մարմին չէր առել կնոջ եւ տղամարդի սերմից, հապա նա մի մարմին էր առել, որի հիմքը, որի հայրը Աստված էր։ Եվ այդ Աստված, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրն է, իր որդուն մարմնացրեց։ Սիրելիներ, գուցե ձեզանից շատերը չհավատացին իմ ասածներին։ Գուցե կան մարդիկ, որոնք չհավատացին։ Ինչպես կարող է մեկը, որին չի պարունակում երկնից երկինքը, գա մտնի մի թշվառ կնոջ որովայնի մեջ։ Գիտեք, ֆիզիկան, քիմիան, ֆիզիկայի օրենքը, ոչ մի երկրավոր օրենք սա չի կարող հասկանա, ոչ մի երկրավոր օրենք սա չի կարող ապացուցի, ոչ մի իզմ սրան չի կարող տա պատասխան, սրա պատասխանը մեկն է, մենք հավատում ենք, որ այդ ծնունդը կայացել է, ով հավատում է թող ասի ամեն։ Մենք հավատում ենք, փառքեզ, որ մենք հավատում ենք, սա Աստված է արել, որ մենք հավատում ենք։ Մարդիկ կան մինչև հիմա մտածում են, որ իբր Մարիամից ծնվածը ապօրինի էր, բայց հիշեք, հրեշտակը երևաց Հովսեփին ու ասեց, Հովսեփ, մի վախեցի քեզ մոտ առնելու քո կնոջը Մարիամին, որովհետև նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա հագել էր իմ ու քո նման մարմին։ Նա երբ ծնվեց, ոչ մի եղեգ չշիկնեց, երկնից երկիր չշիկնեց, բայց սիրելիներ, երկնքում մի աստղ էր փայլում։ Աստղագետ մոգերը նայում էին երկինք եւ տեսնում էին մի նոր աստղ, բոլոր աստղերից պայծառ, բոլոր աստղերից փայլուն, մի աստղ, որը գնում է առաջ, որը շարժվում է, եւ նրանք երբ հետևեցին այդ աստղին, այդ աստղը եկավ ու կանգնեց, գիտեք որտեղ կանգնեց, Հերովդեսի ապարանքի վրա չկանգնեց, թագավորական պալատների առաջ չկանգնեց, Անգլիայի թագուհու դղյակի առաջ չկանգնեց, այլ մի մսուրի վրա կանգնեց։ Նա, գիտեք ինչքան թագավորներ, որ կան կոչվում են թագավոր, ինչքան տերեր, որ կան կոչվում են տեր, բայց նա կոչվում է թագավորների թագավոր եւ տերերի տեր։ Եվ այս թագավորների թագավորը եւ տերերի տերը ծնվեց Գոմի մսուրում։ Կմտածեք, ում է պետք այդպիսի թագավորը։ Այո, եթե մարմնով մտածենք, մեզ պետք չէ, բայց մեր հոգին նրան պետք ունի։ Ձեզ ծարավ հոգին ձեզ բերել այստեղ, որ նրա մասին լսեք։ Ես ձեզանից շատերի տեսնում եմ փայլող աչքերով, դա մեր խոսքից չի, դա մեր տեսքից չի, դա մեր ձայնից չի, դա նրանից է, որ հիմա կենդանի է հոգիով եւ սրճում է ձեր մեջ, եւ կպնում է ձեզ սրտերին եւ ասում է, բաց սիրտդ, ես որ մտնեմ սրտիդ մեջ,
կյանք կունենաս։ Եվ այդ ծնունդը կայացավ։ Սիրելիներ, մի բան էլ ասեմ, զարմացեք։ Եթե չհավատաք կզարմանաք, եթե հավատաք կսքանչանաք։ 33 տարի ու 6 ամիս ես մարդը քայլեց երկրի վրա եւ մի հատ բառ չասեց, որից հետո ասեց, վայ ինձ կներեք, ես սխալվեցի։ Չի եղավ։ Պրեզիդենտներ են սխալվում, երկրի թագավորներ են սխալվում, մեծամեծ մարդիկ են սխալվում, բայց նա չսխալվեց։ Այսինչ քերակույն մարդ է։ Եթե մենք գտնում ենք գիտնական մեկին, որ ասում է մեծամեծ բաներ, օրինակ մեր հայ ազգը ունի ազգի համար պարծանք Վիկտոր Համբարձումյան, ես նրան շատ հարգում եմ եւ շատ պատիվ եմ տալիս, բայց Վիկտոր Համբարձումյանը մի սխալ ասաց։ Թեպետ ինքը աստղագիտության դոկտոր պրոֆեսոր է, բայց գիտեք ինչ ասաց։ Ասաց այս երկիրը առաջացել է մի տիեզերական պայթյունից։ Եվ սա աթեիստական էվոլյուցիոն գաղափար էր, որը հերքեց նրա բազմատեսակ գիտական շնորհները։ Բայց նա գիտական տիտղոս չուներ, որի մասին մենք խոսում ենք։ Նա չկոչվեց գիտությունների դոկտոր, նա չկոչվեց ծայրագույն պատրիարք, բայց նա ոտից գլուխ անարատ էր, ոտից գլուխ կատարյալ էր, պակաս բան չկար նրա վրա։ Եվ գիտեք այս կատարյալի վերջը ինչ եղավ։ Այս կատարյալին բռնեցին եւ սովորական մարդու պես խաչից կախելով սպանեցին։ Կմտածեք, Բաբուր կատարյալ էր, Բաբուր անմեղ էր, Բաբուր մի հատ խոսք անգամ չասաց, որի համար հարկ լիներ, որ ինքը ներողություն խնդրեր, ինչու համար այդպիսի պատժի արժանացավ։ Դուք շատերդ լսել եք։ Ընդհանրապես մարդուն, որ խաչում են, նրա գլխի վերև մեխում են մի տախտակ եւ տախտակի վրա գրում են, թե ինչի համար է խաչվել։ Նրա կողքին կային երկու մարդիկ, որոնց գլխի վերևին գրված էր ավազակ, դրա համար էին խաչվել։ Իսկ նրա գլխի վերևին գրված էր հրյաների թագավոր։ Ինչի սրա համար մարդ են սպանում։ Այդ որտեղ ենք տեսել, որ մեկը հանգարց հիմա ես ելնեմ ինձ ասեմ, ես թագավոր եմ, ով ինձ կբռնի կսպանի։ Ինչի այդպիսի բանի համար մարդ են սպանում, բայց նրան սպանեցին։ Բայց մինչև սպանվելը նա գիտեք ինչ ասեց։ Նա իր ձեռքը մեկնեց այսպիսի մի վայրի վրա, ուր հավաքված էին մարդիկ եւ լսում էին նրան։ Նա ասեց իմացեք մի բան։ Ես իրավունք ունեմ իմ կյանքը դնեմ։ Եվ ես իրավունք ունեմ նորից իմ կյանքը ետ վերցնեմ, ես այս պատգամը իմ հորից առել եմ։ Այսքան ժամանակով եղել, որ ես ասի ես կարող եմ ապրել, կարող եմ իմ համար ժամանակ որոշել։ Եղել են մարդիկ, որ առողջ ժամանակ մեծ խոսել են, բայց էլ հիվանդություն եկել, խեղճացել են։ Հարուստ մարդիկ, որ մտածել են, ինչ ուզեմ կարամ անեմ, սաղին կարամ ջնջեմ ու փոխտամ ազատվեմ, բայց որ մահն է եկել առաջը, խեղճացել է, կծկվել է, մարմինը փոքրացել է, բայց նա երբ գնում էր մեռնելու կանայք հետևից լացում էին, նա դարձավ ասեց իմ համար մի լացեք կանայք, լացեք ձեր և ձեր որդիների համար, նա ասեց իմ համար մի լացեք, կմտածեք, դուք համատացյալները մի տեսակ խելառել եք միգուցե կասեք, որովհետև մահվան մասին եք պատմում, բայց ծիծաղում եք։ Դուք մեր աչքերի մեջ ուրախություն եք տեսնում, ես հավատացյալների աչքերի մեջ ուրախություն եմ տեսնում, եւ այս ուրախությունը ասում է, փրկիչս մեռավ իմ համար։ Հիսուս մեռավ քո համար։ Հիսուս մեռավ քո համար։ Այդ անարատ կատարյալը մեռավ, որպեսզի դու իրեն հավատալով դառնաս անարատ եւ կատարյալ, որպեսզի դու իրեն հավատալով գնաս
այս երկնից այն կողմ, այնտեղ կա մի երկինք նրանից էլ այն կողմ գնաս, եւ այնտեղ կա մի երկինք, որի դռների առաջ կանգնած է Փառքի Թագավորը, եւ երանի թե իմանայիր, թե նա ինչպես է ուզում քեզ այնտեղ տանի։ Հենց այս պատմությունը ապացույցն է, որ նա քեզ ուզում է այնտեղ տանի, հա։ Նա մահով է բացել այդ ճանապարհը։ Նա այդ ճանապարհի համար ոսկու արծաթ չի վճարել։ Նա այդ ճանապարհի համար դոլար չի վճարել, նա իր արյունն է վճարել, որ քո առաջ բացի այդ ճանապարհը, իր ստեղծած սիրելի մարդ։ Թե հեռու կարող է կանգնած լինես, բայց իշի նա քո սիրուց արյուն թափեց։ Նա քո սիրուց մահ ճաշակեց։ Սիրելիներ, երկերը որ բարձրացնում եք, նրա համար է, մեր համար չի։ Մենք ընդունել ենք, մենք հավատում ենք, մենք այս ամենը անում ենք եւ սրա համար ֆիզիկական ոչ մի օգուտ չունենք, բայց մեր ամենամեծ օգուտը ձեր հոգիների փրկությունն է, որովհետեւ Փրկիչը ինձ ասաց, երբ նա իր շնորհքով ինձ դարձրեց դեպի իրեն ասաց, դու պիտի գնաս եւ աշխարհը պիտի ավետարանես, որ մարդիկ լսեն իմ մասին։ Մինչև այսօր դու քեզ ես ծառայել ասեց, սրանից հետո ինձ պիտի ծառայես։ Մենք Աստծո ծառաներն ենք, մենք Աստծո դեսպաններն ենք եւ Աստծո կողմից աղաչում ենք ձեզ, հաշտվեցեք Աստծո հետ։ Եթե ձեր մեջ եղան մարդիկ, որոնք իրենց սրտերը դեռ չեն տվել Տեր Հիսուս Քրիստոսին, բայց այս ժամերի ընթացքում Աստված կպալ նրանց սրտերին եւ նրանք ուզում են իրենց սրտերը տան նրան, խնդրում եմ, հավատացյալները վեր կենան ու մի քիչ ետ գնան եւ առիթ տան այդպիսիներին, որ նրանք առաջ գան։ Նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին չեն ընդունել որպես իրենց անձնական փրկիչ, մենք ձեզ համար կաղոթենք։ Մենք նրա հոգիով ձեզ համար բարեխոսություն կանենք եւ նրա արյունը ձեր վրայից ամեն կապեր կքանդի։ Այն որ դուք շարունակ որոշել եք գալ ու ասել եք չեմ կարող գալ, հիմա Տեր Հիսուս այդ չկարացողին պիտի մեջտեղից հանի եւ դուք պիտի կարողանաք դեպի նրան գալ։ Տեր Հիսուսի անունով արեք։ Մարդահաճություն չանեք։ Ոչ մեկից մի ամաչեք, ոչ մեկից մի քաշվեք։ Ոչ մի մարդ ձեզ ոչ կյանք կտա, ոչ էլ երջանկություն կտա։ Հիշեք մի բան, երբ դուք ողջ եք, երբ դուք մարմնով առողջ եք, ձեր ամուսնուն պետք եք, երբ դուք մարմնով առողջ եք, ձեր կնոջը պետք եք, բայց հիվանդությունը կգա, ու ոչ ոք չի կանգնի քո սնարի մոտ, միայն նա, որի անունը Հիսուս է, միայն նա կանի այդ բանը քեզ համար, նա քո փրկիչն է, նա քո Աստվածն է, նա քո հոգու Տերն է։ Հիմա որ վճիրդ պիտի կայացնես, նրան սրտիդ ուզած ասա։ Ես խնդրում եմ ազատ եղեք։ Եթե մեկդ մտածում է, որ պարտադիր է, որ ինքը գլխաշոր կապի, կարող է չկապի։ Ոչ մի բան փրկության հետ կապ չունի։ Ձեր արտաքինը փրկության հետ կապ չունի։ Ոչ մի բան փրկության հետ կապ չունի։ Փրկությունը ներսի բան է։ Այդ ձեր այս քայլը, որ դուք գալիս եք դեպի նրան, դուք չեք գալիս դեպի մեզ, ապա գալիս եք դեպի նրան։ Այս ձեր քայլը ասում է, որ դուք նրան սիրում եք։ Այս ձեր քայլը ասում է, որ դուք նրան փափագում եք։ Այդպես է թե ոչ։ Եվ նա էլ ձեզ ընդունում։ Նա ձեզ ընդունում է։ Ով հավատում է, թող ասի ամեն։ Փառք նրան, նա ձեզ ընդունում է։ Նա ձեզ սրանից 2000 տարի առաջ ընդունել։ Նա գիտեր այս օրը, գիտեր այս ժամը, նա է պատրաստել այս ժամը, նա է պատրաստել այս օրը։ Եվ նա քո հոգու փրկիչն է։ Մենք հիմա ձեզ համար մի երգ երգենք։ Թափառական հոգիս դադրե այս աշխարհից։ Մեկ բևեռեն միջև մյուս հանգիստ չկա քեզի։ Տես Աստծո տապան, նայե հոն բաց դրան, այնտեղ մտիր, հանգստացիր։ Թափառական հոգիս։ Մեր հոգին թափառական է։ Մենք թափառում ենք Ռուսաստաններում, մենք թափառում ենք աշխարհի ծայրերում,
Մենք թափառում ենք արտասահմաններում ու մեզ թվում է թե կարող ենք կյանք գտնել։ Քո թափառական հոգին եկել է իր Տիրոջ մոտ։ Սա այդ վայրն է։ Միգուցե գետինը փոշոտ է, վայրը նրա բույր է, բայց վայրի մեջ մեկը կա, որ թագավորած է։ Եվ դու նրան ես եկել մարդ։ Դու նրա առաջ ես կանգնած։ Երկի բառերին խնդրում եմ ուշադիր լսեք, եւ մենք երկից անմիջապես հետո միասին պիտի աղոթենք։ Մենք ձեզ համար պիտի աղոթենք եւ դուք էլ ձեզ համար պիտի աղոթենք։ Տեր Հիսուսի հոգու զորություն կա այստեղ։ Ամեն արկելքներն ձեր պիտի քանդի։ Ինչը որ մինչև այսօր ձեզ մղել է գալու դուք ասել եք չեմ կարող, ինչ արկելում է, չեմ կարող ինչ բանալ։ Պատկերացումը բավարար չի, որ մարդը կարողանա հասկանալ, թե ինչ է ուզում իմ Աստվածը ձեզ։ Որ անկախ հիմա այստեղ կանգնած էր մեկը ու ասեր. ես իմ մոտ բերել եմ մի չեք, որի վրա գրված է այսպիսի մի բան, ով որ հիմա առաջ գա եւ հավատա եւ վերցնի իմ ձեռքից այս չեկը, նա պիտի կոչվի Անգլիայի թագազառանք։ Ես հավատում եմ, բոլոր անկյուններից կվազեին այստեղ։ Բոլորը կցկտեին, որ ձեռք բերեն այդ չեկը, որովհետև պիտի կոչվեն Անգլիայի թագազառանք, բայց Անգլիան էլ կանցնի, նրա թագն էլ կանցնի, բայց գերընդունածը հավիտյանս հավիտենից պիտի մնա։ Նա ձեզ կյանք է ուզում տա, նա ձեզ փող չի տալիս։ Ամեն բանից առավել ինչն է երջանկությունը։ Նա ուզում է ձեզ երջանկություն տա։ Այս տեսնում եմ, ձեզան շատեր արդեն առել են այդ երջանկությունը։ Ձեր հոգու մեջ ուրախություն զգում եք, թե ոչ։ Դա նրանից է, ալելույա։ Իրոջ մոխր կվի
Մեկ վերեն մինչև հանգիստ չկան քեզի Մեկ վերեն մինչև հանգիստ չկան քեզի Թափառական հոգի Սիրելիներ, մենք պիտի աղոթենք, մինչև աղոթելը մի բան